Ողջույն բոլորին, բարի գալուստ մեր այսօրվա բացատրական թողարկում, որտեղ մենք կարելի ասել կքանդենք ու կհասկանանք այն ահռելի բազմամասնագիտական գործընթացը, թե իրականում ինչպես են ստեղծվում մեզ շրջապատող ամենասովորական իրերը։ Դե ինչ, գնացինք։ Անկեղծ ասեք, երբևէ մտածել եք, թե ինչպես են ծնվում այն իրերը, որոնք մենք օգտագործում ենք ամեն Աստծո օր։ Ասենք ձեր սիրելի սուրճի բաժակը, կամ հենց այն աթոռը, որին հիմա նստած եք։ Եկեք միանգամից կոտրենք մի շատ տարածված առասպել։ Արտադրանքի դիզայնը ժողովուրդ պարզապես թղթի վրա սիրուն նկարներ անելը չէ։ Դա մի իսկական, շատ բարդ ու բազմաշերտ գործընթաց է, որը հիմա միասին կբացահայտենք։ Իրականում ժամանակակից դիզայներն ավելի շատ նման է, դե ասենք նվագախմբի դիրիժորի, որպեսզի մի հաջողված իր ստեղծվի, նա պետք է աշխատի ոչ միայն ինժեներների ու տեխնոլոգների, այլև չեք հավատա տնտեսագետների, անգամ բժիշկների ու սոցիոլոգների հետ։ Պարզապես պատկերացրեք, սոցիոլոգն ու ինժեները բանավիճում են ձեր սուրճի բաժակի բռնակի իդեալական ձևի շուրջ, ու սա լրիվ նորմալ է։ Ինչու՞, որովհետև մենակ սիրուն նկարելով հաստատ անվտանգ ու պիտանի բան չես ստանա։ Եվ այսպես մենք այսօր հետևելու ենք նախագծի կյանքի ցիկլին, քայլ առ քայլ անցնելով այն 4 հիմնական փուլերով, որոնք ցանկացած գաղափար պետք է գոյատևի մինչև ձեր ձեռքերում հայտնվելը։ Դրանք են առաջադրանքի ստացում, նախագծային հետազոտություն, էսքիզներ եւ աշխատանքային նախագիծ։ Սկսենք նրանից, որ սա ավելին է, քան պարզապես ստեղծագործություն։ Սա դիզայնի բազմամասնագիտական իրականությունն է։ Որպեսզի իսկապես հասկանանք այս ճանապարհը, պետք է ընդունենք, որ մեկ իրի ստեղծումը շատ ավելի մեծ բան է, քան մեկ դիզայների անհատական փորձը։ Եվ այսպես առաջին փուլ՝ նախագծման առաջադրանք, կամ ինչպես գծել նախագծի սահմաններն ու նպատակները։ Ամեն ինչ սկսվում է հենց այստեղից։ Մենք սահմանում ենք բոլոր կրիտիկական պահանջները՝ ֆունկցիոնալ, կոնստրուկտիվ, տեխնոլոգիական եւ, իհարկե, էրգոնոմիկ։ Առանց այս հստակ խաղի կանոնների դիզայները կարծես մութ սենյակում լինի, ուղղակի չգիտի, թե ուր է գնում։ Հենց այս նախնական, ասենք այսպես, նախագծային փուլում են գծվում բոլոր սահմանները։ Ու այստեղ նախագիծը բաժանվում է երկու ճանապարհի։ Մենք կամ վերցնում ենք արդեն գոյություն ունեցող մի բան ու այն դարձնում ենք շատ ավելի լավը, կամ էլ հնարում ենք մի սկզբունքորեն նոր բան լրիվ զրոյից։ Հենց սա էլ որոշում է այն ահռելի աշխատանքի ծավալը, որն սպասվում է թիմին առաջիկայում։ Անցնենք երկրորդ փուլին։ Նախագծային հետազոտություն։ Սա այն իսկական դետեկտիվ աշխատանքն է, որը մնում է կուլիսներում։ Այս փուլում դիզայները բառացիորեն վերածվում է Շերլոկ Հոլմսի։ Այս խիստ հետաքննությունը բաժանվում է երկու ճակատի։ Մի կողմից ունենք պրակտիկ դաշտային աշխատանք, ասենք ֆիզիկական չափագրումներ, ֆոտոֆիքսացիա կամ նույնիսկ վայրկյանաչափով չափում ենք, թե իրականում որքան ժամանակ է պետք մարդուն այս կամ այն գործողությունն անելու համար։ Մյուս կողմից էլ իրականացվում է տվյալների ահռելի պեղում, համաշխարհային արտոնագրերի որոնում, փորփրում արխիվներում եւ, իհարկե, նմանատիպ ապրանքների մանրակրկիտ ուսումնասիրություն։ Իդեպ այս հետազոտության մեջ մի շատ հետաքրքիր գործիք կա, որը կոչվում է սոմատոգրաֆիկ սխեմաներ։ Բարդ է հնչում, չէ, բայց իրականում դա նշանակում է, որ մասնագետները ստեղծում են մարդու մարմնի չափումների ու շարժումների հատուկ վիզուալ քարտեզներ։ Նրանք ուզում են հստակ հասկանալ, բա մեր մարմինն ինչպես է ֆիզիկապես շփվելու այդ ապագայիրի հետ։ Դա արվում է, որպեսզի վերջնական արդյունքը լինի ոչ միայն աչքի համար հաճելի, այլև ֆիզիոլոգիապես ուղղակի անթերի։ Դե ինչ փաստերը հավաքված են, ժամանակն է անցնել երրորդ փուլին էսքիզային նախագծում։ Սա այն պահն է, երբ գաղափարները վերջապես ձև են ստանում օպտիմալացման միջոցով։ Գիտեք, հենց այստեղ է, որ զուտ գեղարվեստական միտքն ու էսթետիկան պետք է բառացիորեն բախվեն տնտեսական ու ինժեներական կոշտ իրականության հետ։ Սա մի անվերջանալի ցիկլ է։ Դիզայներները գծում են, ջնջում, նորից են գծում, ստեղծելով հսկայական քանակությամբ էսքիզներ։ Փորձարկվում են հանգույցների դասավորումներ, նոր ձևեր, նոր նյութեր, մի խոսքով, ստեղծագործական իսկական փայտյուն է։ Եվ այս բոլոր գրաֆիկական տարբերակներն ուղղակի անխնա համեմատվում են իրար հետ։ Դրանք անցնում են ամենախիստ թեստերով, ստուգվում է դրանց կառուցվածքային ամրությունը, աերոդինամիկան, հարմարավետությունը եւ վերջապես ընտրվում է այն միակ, անկրկնելի ու ամենաօպտիմալ լուծումը։ Բայց սպասեք, ամենաբարդը դեռ առջևում է։ Չորրորդ փուլ՝ աշխատանքային նախագիծ։ Ժամանակն է գծագրերը դարձնել ֆիզիկական իրականություն։
Սա արդեն կատակ չէ, սա շատ խիստ ու հաջորդական արտադրական մղզավանջ է։ Լավ իմաստով իհարկե։ Կոնստրուկտորական մանրամասն գծագրերից ծնվում են առաջին ֆիզիկական նմուշները։ Ու գիտեք հետո ինչ են անում դրանց հետ։ Ուղղակի տանջում են։ Դրանք ենթարկվում են ամենադաժան փորձարկումների գտնելու համար ցանկացած, նույնիսկ ամենափոքր ֆունկցիոնալ սխալ կամ թերություն, ու միայն այն ժամանակ, երբ ամեն մի մանրուք շտկված է լինում, տրվում է զանգվածային արտադրության կանաչ լույսը։ Եվ հիմա եկեք խոսենք այն անտեսանելի աշխատանքի մասին, որն ամենուր է մեր շուրջը։ Վերջնական անդրադարձ։ Գիտեք, համագործակցության, հետազոտությունների ու անվերջ փոփոխությունների այս խելահեղ ճանապարհն անցնելուց հետո միայն իրը հասնում է ձեզ։ Այնպես որ հաջորդ անգամ, երբ ձեռքներդ կվերցնեք թեկուս ամենապարզ թվացող մի կենցաղային իր, պարզապես հարցրեք ինքներդ ձեզ, քանի դաժան փորձարկում է այն վերապրել, որպեսզի հայտնվի հենց իմ ձեռքերում։ Գուցե ժամանակն է մի փոքր ավելի մեծ հարգանքով վերաբերվել մեր աշխարհը կառուցող այս անտեսանելի անատոմիային։ Ինչ կասեք։ Շնորհակալություն մեզ միանալու համար, մինչ նոր հանդիպում։